Պուրիտանները, ամենօրյա ընթերցանություն, Ջոնաթան Էդվարդս, օր ապրիլի 7։ Նրանք ուրախացան, որ դադարեց, և նրանց առաջնորդեց դեպի նավահանգիստ այնտեղ, ուր ցանկանում էին։ Սաղմոս 107-րդ գլուխ 30-րդ խոսք։ Սուրբ փափագը, որ արտահայտվում է Աստծո և սրբության հանդեպ ձգտումներով, քաղցով ու ծարավով, լեցուն տենչանքներով, Սուրբ գրքում հաճախ հիշատակվում է որպես ճշմարիտ կրոնի էական և անբաժանելի մաս։ Քո անվանն ու քո հիշատակին էր ցանկանում մեր հոգին։ Եսայի 26-րդ գլուխ 8-րդ խոսք։ Մի բան եմ խնդրում Տիրոջից և շատ պիտի փափագեի այն, որ Տիրոջ տանը բնակվեմ իմ կյանքի բոլոր օրերին, որ Տիրոջ գեղեցիկ վայելչությունը տեսնեմ և նրա տաճարի մեջ խորհրդացեմ։ Սաղմոս 27-րդ գլուխ 4-րդ խոսք։ Ինչպես եղջերուն է փափագում ջրի առուներին, այնպես էլ իմ անձը փափագում է քեզ, ով Աստված։ Իմ անձը ծարավ է Աստծուն, կենդանի Աստծուն։ Երբ պիտի գամ և երևամ նրա առջև։ Սաղմոս 42-րդ գլուխ 1-ից 2-րդ խոսք։ Հոգու այսպիսի սուրբ փափագի և ծարավի մասին խոսվում է Քրիստոսի լեռան քարոզի սկզբում, որպես մարդուն իսկապես երանելի դարձնող մի բանի մասին։ Եվ այս սուրբ ծարավը խոսվում է որպես մեծ բանի, հավիտենական կյանքի երանելիությանը մասնակցելու պայմանի մասին։ Հոգու տառապանքը, սուգը և սրտի կոտրված լինելը նույնպես հաճախ հիշատակվում են որպես ճշմարիտ հավատքի մեծ և անբաժանելի մաս։ Մեկ այլ զգացմունք, որը հաճախ հիշատակվում է և որի վարժության մեջ պարզ երևում է ճշմարիտ հավատքի մեծ մասը, գոհությունն է, հատկապես այն, երբ արտահայտվում է Աստծո նկատմամբ երախտագիտությամբ և գովաբանությամբ։ Նույնպես Սուրբ գրքերը հաճախ խոսում են ողորմածության կամ կարեկցանքի մասին, որպես ճշմարիտ հավատքի շատ մեծ էական հատկանիշ, այնպես որ սուրբ մարդկանց խոսքում հաճախ ճանաչում են հենց այս հատկանիշով, քանի որ և ողորմած մարդը, և լավ մարդը Սուրբ գրքում համարժեք հասկացություններ են։